Նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժոռա Սարգսյանին և Առողջապահության նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության խորհրդատու Տիգրան Հովհաննիսյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք առողջության ապահովագրությունից բխող սոցիալական փաթեթի ծրագրի փոփոխություններից։ Խնդրեմ հարգելի բանախոսներ, խոսքը ձերն է, ներկայացրեք թե ինչ փոփոխություններ են սպասվում։ Երևի ձեզնից սկսենք։ Դե ինչպես գիտենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջության պարտադիր ապահովությունը տարածվում է նաև սոցփաթեթի շահառուների վրա առաջին փուլով։ Կուզենամ ասել, որ սոցփաթեթի շահառուների համար մենք կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ, դրանցից ամենակարևորը, որ սոցփաթեթի շահառուները ստանալու կամ օգտագործելու համար իրենց գումարը պարտադիր չի, որպեսզի անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտությունը, դա առաջին կետը։ Երկրորդ կետով ուզում եմ տեղեկացնել, որ 201,000 եւ ավել ստացող սոցփաթեթի շահառուները կարող են մեկ անգամ դիմում գրել իրենց գործատուին եւ իրենց հասանելիք ամսական 6000 դրամը եւս փոխանցել որպես ապահովագրավճար։ Ինչպես գիտենք 201,000 դրամ ստացող եւ ավել շահառուների կողմից մասամբ ապահովագրավճարը սուբսիդավորում է պետությունը, այսինքն սուբսիդավորում է զինապահից, այսինքն 5500-ի փոխարեն 4500-ը ուղղվելու է հիմնադրամին, եթե սոցփաթեթի շահառուները մեկ անգամ դիմում են գրում գործատուին եւ 6000 դրամը եւս ուղղվում է դեպի հիմնադրամ եւ իրենց աշխատավարձից գանձվելու է ընդհանուր 300-ական դրամ։ Սա է ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, կուզենայի ավելացնել, որ այն մարդիկ, ովքեր որ ստանում են 200,000 եւ ավելի քիչ աշխատավարձ, նրանք շարունակելու են բուժումը անցնել իրենց բժշկի միջոցով, այսինքն սոցփաթեթի շահառուները դեռ, այսպես ասած, սպասարկում են սոցփաթեթի շրջանակներում։ Այդ բարեփոխումը նախատեսվել է արդեն երկրորդ փուլով, որպեսզի նրանք եւս դառնան պարտադիր ապահովագրված անձ։ Շատ լավ, հիմա այստեղ մի բան հստակեցնենք։ Եթե անձը առողջության ապահովագրության շահառու է, այսինքն 200,000 եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանում, եւ սոցփաթեթի շահառու է, 6000 դրամները փաստացի պետությունը չի սուբսիդավորում նման դեպքում։ Տեսեք ոնց է աշխատում, այսինքն ստացվում է այսպես, որ եթե դու սոցփաթեթի շահառու ես, այդ 6000-ական դրամը, որը դու սոցփաթեթի շրջանակում ստանում ես, դու որոշում ես դա ուղղես դեպի ոնց կար նախկինում հիպոթեք, հանգիստ, թե ուղղես դեպի ապահովագրավճարը։ Եթե դու այդ 6000-ական դրամը չես ուղղում ապահովագրավճարը դեպի, ստացվում է, որ քեզանից քո այսպես ասած աշխատավարձից ավել գանձելու են այդ 6000 դրամը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր համարվում են սոցփաթեթի շահառու, իրենց համար 6000-ը պետությունը չի սուբսիդավորում, տալիս է իրենց սոցփաթեթի շրջանակներում, տնօրինությունը արդեն իրենցն է։ Կուզեն կամավոր դիմում կգրեն գործատուին, կուզեն ոչ։ Շատ լավ։ Սոցփաթեթի շահառուները մինչ ապահովագրության ուժի մեջ մտնելը տարեկան մեկ անգամ պարտադիր գնում բուժզննում էին անցնում, հա։ Հիմա քանի որ սոցփաթեթի միայն այդ 72,000-ի բաղադրիչն է մնում, առողջապահականը դուրս է գալիս եւ ինքը դառնում է առողջության ապահովագրության համակարգի մասնակից, ինչ է ստացվում նոր ապահովագրության արկայության պարագայում քաղաքացին ունի հնարավորություն այդ տարեկան մեկ անգամյա բուժզննումը անցնելու։ Նայեք, այստեղ ես սկզբից դա նշեցի, որ ամենակարևոր բարեփոխումներից մեկն է նայել, որ դա եւս կամավոր, այսինքն եթե դու ուզում ես այդ գումարը ստանալ կամ օգտագործել, պարտադիր չի, որ դու անցնես այդ քո կանխարգելիչ բուժօգնությունը, այսինքն դա եւս ոնց որ համակարգի ճկունությունն է, որ դա սոցփաթեթի շահառուն է որոշում, արդյոք նա ուզում է անցնել, թե չանցնել, այսինքն չենք պարտադրում դու անցի պարտադիր կանխարգելիչ այդ բուժզնումը, որպեսզի ստանաս գումար։ Եթե ցանկանում ես կարող ես ասել, եթե չէ, առանց դրա արկայությանն էլ բանկերը տեղեկացված են, որ գումարը տրամադրեն արդեն շահառուներին։ Դա մինչև 200,000 դրամ ստացողներին է վերաբերում։ Չէ, դա բոլոր սոցփաթեթի շահառուներին է վերաբերվում։ Բայց չէ, որ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողն արդեն իսկ դառնում է առողջության ապահովագրության մասնակից, ինքը սոցփաթեթով կարող է կամավորության սկզբունքով գնալ տարեկան բուժզննում։ Նայեք, եթե ինքը դառնում է արդեն ապահովագրության շահառու, ինքը արդեն այստեղ ստացվում է իր ապահովագրական փաթեթի շրջանակներում է գնալու եւ բուժզնումը անցնի։ Իմ ասածը նա է, որ եթե դուք ուզում եք այդ սոցփաթեթի գումարը ստանալ անկախ ձեր աշխատավարձի չափից, դա պարտադիր չէ, առաջ թե
ենթադրում եմ պարտադիր նախապայմաններ։ Հիմա այդ պարտադիր նախապայմանը դուրս է եկել։ 200 մինչև 200,000 դրամ ստացող աշխատավարձ ստացող շահառուները իրենք էլի ցանկության դեպքում կարող են գնալ, կարող են չգնալ, 201,000 ավելին արդեն գնում է ապահովության փաթեթի շրջանակներում իր տարեկան այդ բուժզնման անցումը։ Հիմա ապահովության փաթեթի շրջանակում տարեկան բուժզնումը պարտադիր է, քաղաքացին պետք է գնա մի հատ ամբողջական բուժզննում անցնի։ Դա պարտադիր է, եթե ուզում եք փաթեթը ակտիվ լինի, պարտադիր է։ Նայեք, հակասությունը ես հասկացա ինչումն է։ Նայեք, եթե դուք ուզում եք ոնց որ եկեք տարանջատենք փաթեթի ակտիվությունը եւ սոցփաթեթի գումարը։ Եթե դու ուզում ես քո սոցփաթեթի գումարը ստանաս, պարտադիր չի դու գնաս անցնես բուժզնում։ Բայց եթե դու ուզում ես որ ապահովագրական քո փաթեթը գործի, այո, պարտադիր է, որպեսզի դու անցնես բուժզնում։ Դրանք երկուսը ոնց որ տարբեր կոմպետենտի ինստիտուտներ են, նա մեկը մյուսի հետ չի խաչվում։ Հասկացա։ Եթե գանգատներ չունենք, նման պարագայում եւս կարող ենք գնալ սովորական բուժզննում, ոնց որ սոցփաթեթի շրջանակում ժամանակին գնում ենք, այսինքն պարզապես զանգում ենք մեր պոլիկլինիկա, ասում ենք որ առողջապահության ապահովության փաթեթի շրջանակում կարող եք անգամ չգնալ։ Գնում եք, իրանք ձեզ արդեն նույնակ ասում են, իրաց մոտ արտացոլվում է։ Դուք ուղղակի այց եք գրանցում։ Ձեր, նայեք, թե փաթեթի շրջանակներում են, էլի, այստեղ կարող է մի բարեփոխում կայացնի, որ պարտադիր առաջնային օղակը, եթե դա չի վերաբերվում շտապ անձգելի դեպքերին, առաջին օղակով դուք պարտադիր պետք է գնաք ձեր տեղամասային բժիշկի մոտ։ Մենք գնում ենք մեր տեղամասային բժիշկի մոտ, հայտնում ենք մեր գանգատները, ինքը տրամադրում է մեզ բաց ուղեգիր եւ մենք ինքներս ընտրում ենք հետագայում որ բուժհաստատությունում, որ մասնագետի մոտ շարունակենք մեր արդեն նեղ մասնագետի այդ զննումը։ Տեսեք, դուք ասում եք ներկայացնում եք մեր գանգատները։ Ես խոսում եմ այն մասին, երբ ես գանգատ չունեմ։ Հա, գնում եք ուղղակի զննման։ Ուղղակի գնում եմ բուժզննումը անցնում։ Ուղղակի հերթագրվում եք եւ գնում եք։ Շատ լավ։ Իսկ սոցփաթեթի շրջանակում մենք ունենք որոշակի այսպես դրույթներ, հա, արյան անալիզի հետ կապված, սոնոգրաֆիա եւ այլն։ Հիմա առողջապահության ապահովության մասով այդ շրջանակը ինչպիսին է, առանց գանգատի զուտ զննման մասին է խոսքը ընդհանուր։ Նայեք, մենք էլի խոսում ենք տարեկան բուժզնման մասին, ճիշտ է։ Տարեկան բուժզնման այդ ձեր ասած այդպես այսպես անալիզի կետերը, այդ արյան, ճնշում ու այդ մնացած էլի, այդ ամեն ինչը հրապարակային ցանկը, թե ինչ բուժզնումներ պետք է անցնենք, այդ ցանկը հրապարակային կա, դրանքից անգիր չեմ կարող ասել, թե որ անալիզներն են այդ ցանկի մեջ մտնում, բայց բուժզնումը ընդհանուր առմամբ չի փոխվել։ Այսինքն այդ կանխարգելիչը իր մեջ ներառող անալիզների մասով դա ընդհանուր առմամբ չի փոխվել։ Ուղղակի անգիր չեմ կարող ասեմ թե ինչ կետեր են մտնում, բայց թե նախարարության կայքում, թե հիմնադրամի կայքում այդ ամեն ինչը հրապարակային կա էլի, թե որի մեջ ինչ կոնկրետ անալիզներ եւ ոնց որ ցանկը կա էլի հրապարակային։ Շատ լավ, խնդրեմ պարոն Սարգսյան, ձեր մասով ինչ կներկայացնեք։ Շնորհակալություն, քանի որ մեզ դիտում են ինչպես նրանք, ովքեր պարտադիր ապահովությունից են օգտվում, այնպես էլ նրանք, ովքեր օգտվում են, բայց դրա հետ մեկտեղ նաև սոցիալական փաթեթի շահառու են, շատ կարևոր է, որ մենք զուգահեռներ տանելով ներկայացնենք, ինչպես նաև իմ գործընկերը արեց։ Ես այստեղ ուզում եմ նորից շեշտադրեմ, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար այլևս այդ պահանջը, որ պետք է բուժզննում անցնել, դուրս է եկել։ Քանի որ հենց սոցիալական փաթեթի տրամադրման կարգում էր նախատեսված բուժզննում անցնելու պահանջը, որպեսզի ակտիվանար սոցիալական փաթեթը։ Իսկ երբ որ սոցիալական փաթեթը ակտիվանում էր, աշխատողը սոցփաթեթի շահառուն իրավունք էր ունենում իր գումարը ծախսելու մի քանի ուղղություններով, բայց այդ ուղղություններով, որպեսզի կարողանար ծախսել, բանկը պահանջում էր, որ ներկայացնի տեղեկանք, որ անցել է բուժզննում, մասնավորապես ուղղությունները, որոնք են հանգստի ապահովում, ուսման վճարի փոխանցում, հիպոթեկային վարկի մարում, ստոմատոլոգիական ծառայություններ, այսինքն նմանատիպ բոլոր ուղղություններով ծախսելու համար պետք է նախապես մեր սոցփաթեթի շահառուն անցած լիներ բուժզննում։ Նաև որպեսզի կարողանար օգտվել այդ կանխիկացման հնարավորությունից եւս բանկը պահանջում էր, որ բուժզնումը անցած լիներ։ Այսինքն պետք է ասեմ հետեւյալը, որ այս նոր փոփոխություններով այլևս, այո, նաեւ սա բանկերի համար է կարեւոր, որ պետք չէ մեր սոցփաթեթի շահառուից պահանջել բուժզննում անցնելու մասին տեղեկանք, որպեսզի մեր սոցփաթեթի շահառուն իր սոցփաթեթի գումարները կարողանա ուղղել հանգստին, հիպոթեկին եւ նշածս մնացած ուղղություններին։ Նաեւ պետք է ասեմ, որ այլևս կանխիկացման համար եւս պարտադիր չէ նախապես անցնել բուժզննում, որ հաշվին կուտակված գումարները հնարավոր լինի կանխիկացնել։ Բայց այստեղ շատ կարեւոր շեշտադրում կա, որ թյուր կարծիք չլինի, որ բոլոր մեր սոցփաթեթի շահառուները, ովքեր ունեն հաշիվներին կուտակած գումարներ, կարող են վաղը գնան կանխիկացնել, պետք է շեշտադրեմ հետեւյալը, որ
կանխիկացման համար այո, այլևս պետք չի բուժման տեղեկանք, բայց կանխիկացման կանոնները մնացել են նույնը։ Այսինքն կանխիկացնել կարող են նրանք, ովքեր կուտակայինի մասնակից են կամ եւս երկու պայման կա, որի պարագայում նոր հնարավոր է գումարը կանխիկացնել։ Բայց այդ դեպքերի համար այո, իրենք կարող են մոտենալ եւ կանխիկացնել։ Իդեպ կանխիկացման չափի հարցնել է շատ հաճախ մեզ տրվում, որքան կարող են կանխիկացնել պայմանական տարիներ շարունակ չեն օգտագործել իրենց հաշվին գումարները փոխանցված եւ հիմա մտածում են միանգամից կանխիկացնել։ Այս դեպքում կա կանոն, որ իրենք կարող են կանխիկացնել այն գումարի չափով, որքան որ իրենք 2025 թվականի ընթացքում փոխանցումներ են կատարել կուտակային կենսաթոշակային հիմնադրամին։ Պայմանական, եթե իրենք 5 տարի չեն օգտագործել իրենց սոցփաթեթի գումարները եւ այդ 5 տարիների ընթացքում կուտակել են 5 անգամ 72000 եւ հիմա մտածում են այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնեն 26 թվականի ընթացքում, կկարողանան միայն այն չափով, որ իրենք 25 թվականի ընթացքում կուտակայինին գումարներ են փոխանցել։ Միգուցե հենց ամբողջությամբ է կարողանան կանխիկացնել, միգուցե ոչ։ Իսկ եթե ամբողջությամբ չկարողանան կանխիկացնել, կարող են իրենք այդ մնացած գումարը օրինակի համար ծախսել կրկին նշածը ուղղություններով, հանգիստ եւ այլն։ Այս փոփոխություններով մենք ուղղակի նոր հնարավորություն ենք ավելացրել, որ մեր սոցփաթեթի շահառուն միգուցե չի ցանկանում իր հաշվին կուտակած գումարները կամ հաշվին փոխանցվող գումարները ուղղել հանգստին եւ մնացած այլ ուղղություններին, այլ ցանկանում է այդ գումարը ուղղել հենց ապահովագրական հիմնադրամին։ Սա եւս մեկ նոր հնարավորություն է, որը հունվարի 1-ից կա։ Այսինքն, եթե մենք թվերով խոսենք, 10800 դրամ է, չէ, ամսական փոխանցումը, այդ 10800 դրամից այո, կարող է մեր սոցփաթեթի շահառուն որոշել, որ 6000 դրամը փոխանցվելու է հիմնադրամին իր սոցփաթեթի գումարից։ Հետևաբար այդ դեպքում սոցփաթեթի գումարը կփոխանցվի ոչ թե բանկին, որտեղ ինքը բացել է սոցփաթեթի հաշվի համար, այլ կփոխանցվի միանգամից գործատուի կողմից հիմնադրամին։ Դրա համար պետք է ընդհանրապես, որ մեր սոցփաթեթի շահառուն իր գործատուին դիմում ներկայացնի, որ ինքը ցանկանում է այլևս իր գումարները փոխանցել հիմնադրամին։ Դիմումի ձևն է սահմանվել է կառավարության կողմից, թե ինչ ձևաչափով է ներկայացնելու, եւ դրանից հետո արդեն հնարավոր է, որ այլևս ինքը ոչ թե իր գումարները ծախսի մնացած ուղղություններով, այլ իր աշխատավարձից ոչ թե պահվի այդ գումարը, այլ հենց իր սոցփաթեթի գումարից փոխանցվի հիմնադրամին։ Նաև պետք է նշեմ հետևյալը, որ այս փոփոխությունների արդյունքում մենք նախատեսել ենք մի քանի հնարավորություն եւս սոցփաթեթի շահառուների համար։ Մասնավորապես, միգուցե մեր սոցփաթեթի շահառուները իրենց մասով ապահովագրության գումարը իրենք վճարում են իրենց աշխատավարձից, բայց նաև իրենք ցանկանում են ապահովագրել իրենց ընտանիքի անդամին օրինակի համար։ Եվ այս դեպքում արդեն ընտանիքի անդամի ապահովագրավճարը կարող են փոխանցել իրենց սոցփաթեթի գումարներից, այսինքն այս հնարավորությունը եւս նախատեսել ենք։ Եվ եւս մի հնարավորություն ենք նախատեսել, սա արդեն կարելի ասել ոչ միայն կուտակային կենսաթոշակային մասնակիցների համար, այլ ընդհանրապես բոլոր սոցփաթեթի շահառուների համար կարող է լինել, բոլոր մեր սոցփաթեթի շահառուները, ովքեր այս տարվա ընթացքում չեն դիմում իրենց գործատուին, որ իրենց աշխատավարձի հետ զուգահեռ նաև սոցփաթեթի գումարները փոխանցվի հիմնադրամին, այլ իրենք հենց աշխատավարձից են միայն փոխանցում, հաջորդ տարվա ընթացքում իրավունք ունեն իրենց սոցփաթեթի գումարներից կանխիկացնել այնքան գումար, որքան որ իրենք այս տարվա ընթացքում փոխանցել են հիմնադրամին։ Այսինքն կանխիկացման եւս մի ուղղություն է ավելացել, այն դեպքն է, երբ որ, ինչպես նշեցի, այս տարվա ընթացքում դուք ձեր աշխատավարձից եք վճարում հիմնադրամին, ոչ թե պահվում է այս տարի սոցփաթեթից, այլ ձեր աշխատավարձից է փոխանցվում, բայց հաջորդ տարի այնքան որքան որ դուք ունեք սոցփաթեթի գումար կուտակած ձեր հաշվին եւ այնքան որքան որ դուք նախորդ տարի փոխանցել եք հիմնադրամին, այդ գումարի չափի սահմաններում հնարավորություն եք ունենալու գումար կանխիկացնել։ Շատ լավ։ Պարոն Հովհաննիսյան, 6000 դրամը եթե սոցփաթեթից քաղաքացին ուղղում է իր առողջության ապահովագրությանը կամ իր աշխատավարձից 6000 դրամն ուղղում է, հաջորդ տարվա հունվարին ունենալու է հնարավորություն այն 100,000 սոցկրեդիտը, որ պետությունը տրամադրում է, այնտեղից գումարները հետ ստանալ։ Նայեք, քանի որ մենք այսպիսի մի բան ենք ֆիքսում, որ այդ սոցփաթեթի գումարի փոխանցումը դեպի ապահովագրական հիմնադրամ դա կամավոր է, հա, այսինքն ինքն է որոշում թե անի, այդ ուզում եմ ամբողջությամբ ֆիքսում, որտեղ պատմից այդ հարցին տալիս են, այսինքն ցանկությունը թե կամավոր է, դիմումի ձևը ներհաստատված է, սոցկրեդիտի մասով, եթե անկեղծ այս բայդրությամբ դեռ դա քննարկման փուլում էր, անկեղծ չեմ կարող հստակ ասեմ այո թե ոչ,
այդ մասով եւս էլի հիմնադրամ հարց են եկել, բայց այս բանին այդ մասով հստակ ձեզ չեմ կարող եթե անկես պատասխան տալ, որտեղ դրա մասով հստակ չկա դեռ կարգավորում։ Բայց մի հետաքրքիր ես պարոն Սարգսյանն ասաց, ես էլ էի դա ուզում հավելել, որ այդ ընտանիքի անդամների հետ կապված հարցը եւս բազմիցս շատ են, որ հա, եթե ինքը ցանկանում է որ իր ընտանիքի անդամներն էլ ապահովագրված լինել, շատ կարևոր ինքը կարող է իր աշխատավարձից օրինակ վճարել իրենը, իսկ սոցփաթեթի գումարը արդեն ուղղել ամուսին, հայրը, ընտանիքի անդամներին է։ Դա եւս ինձ թվում է շատ լավ հնարավորություն է։ Շատ լավ, իսկ դա ինչ ընթացակարգով պիտի արվի գործատուն քաղաքացու կամ աշխատողի համաձայնությամբ այդ 6000 դրամները ուղղորդում է օրինակ իր ընտանիքի անդամից որևէ մեկին։ Ոնց այդ process-ը տեղ ունենալու։ Էլի դիմումի ձևը ոնց որ հաստատված է արդեն։ Մի փոքր այս մասով տարբերակում կա, կախված նրանից թե ես իմ սոցփաթեթի գումարը ուզում եմ ուղղել իմ ապահովագրությանը, թե իմ ընտանիքի անդամին։ Եթե ընտանիքի անդամի դեպքում է, ապա նախատեսված է, որ այստեղ գործատուն չի մասնակցելու գործընթացին, այլ այս մասով արդեն սոցփաթեթի շահառուն ինքն է այդ ճանապարհը, այսինքն ինքն է դիմելու, որ իր մասով այդ գումարները երբ որ կնստեն իր հաշվին, հետագայում փոխանցվեն հիմնադրամին։ Այսինքն գործատուն փոխանցում է այն դեպքերում, երբ որ աշխատողը իր մասով է դիմում իր գործատուին, ինչպես ասացի, նաև կառավարության որոշման դիմումի ձևն է սահմանված, եւ այդ դեպքերի համար է, որ գործատուն դառնում է հարկային գործակալ նաև աշխատողի եւ աշխատողի համար փոխանցում է կատարում աշխատողի սոցփաթեթի գումարներից հիմնադրամին։ Իսկ եթե ընտանիքի անդամի համար է, պետք է դիմի, ինչ պետք է անի։ Այդ դեպքում արդեն գործընթացը իրականացվում է հենց սոցփաթեթի շահառուի կողմից, այսինքն ինքը ոչ թե ինչ որ մեկին դիմում է նկատի ունեմ գործատու ինչի դիմում, այլ ինքը քանով այդ ուղղությունը ունի իր ծախսման որպես ուղղություն, այնպես ինչպես օրինակ իր հիպոթեկի համար կարող չէ ծախսել, իր հանգստի համար կարող ծախսել։ Սա համարում է ում պետք է դիմում գրի, ում անուն, որտեղ նշի, որ ընտանիքի որ անդամի համար է ուզում, ոնց այդ գործընթացը կազմակերպել։ Գործընթացի կազմակերպման համար ամեն ինչ իրականացվելու է իրազեկելով իր գործատուին եւ բանկի միջոցով, որովհետեւ ինքը շղթա է աշխատում գործատու, բանկ եւ ինքը։ Այսինքն ինչ որ դիմում գրելու, հիմնադրամին դիմելու, առողջության, ապահովության, չգիտեմ։ Չէ, նայեք, այդտեղ պարոն Սարգսյանն ասաց, ոնց է մնացած ուղղությունը, հիպոթեկի դեպքում օրինակ ինքը ինչ է անում կամ հանգստի ուղղությամբ ինչ է անում, մեխանիզմը նույնն է աշխատելու։ Այդտեղ փոփոխություն չկա։ Ես ուզում եմ հասկանամ, օրինակ ընտանիքում ունենք անդամ, որը առողջության ապահովագրության մասնակից չէ, այսինքն թոշակառու չէ, մինչև 18 տարեկան չէ, չի էլ աշխատում։ Հիմա ես ուզում եմ մեր 6000 դրամները ուղղորդեմ իմ ընտանիքի այդ անդամը, որ ինքը եւս ունենա ապահովագրություն, ունեմ այդ հնարավորությունը։ Դուք ունեք, որպես սոցփաթեթի շահառու ունեք։ Հիմա որպեսզի օրինակ եմ ասում, ասենք Պողոս Պողոսյանը օգտվի այդ հնարավորությունից, ես ում պետք է դիմում գրեմ, որ կայքում լրացնեմ, որ Պողոս Պողոսյանը առողջության ապահովագրության մասնակից արդեն համարվի իմ փոխանցած գումարներով։ Նայեք, այս բայ դրությամբ այդ եւս քննարկումը կայացել է այնպես, որ եթե դուք որոշել եք, որ դուք ուզում եք ձեր ընտանիքի անդամին պետք է լինի, ոնց է դուք գնում եք բանկում, դա ուղղում եք օրինակ ձեր հիպոթեկին, այս բայությամբ դուք հիմնադրամի ռեկվիզիտները կարգա են, դուք ուղղում եք արդեն դա հիմնադրամի հաշվին։ Հասկանալի։ Դուք նշեցիք, որ առանց բուժզնման անցնելու, պարտադիր բուժզնման անցնելու արդեն կարող են հունվարի 1-ի դրությամբ կուտակված գումարները ինչ բացառություններով արդեն որոշակի կանխիկացնել։ Կամ ծախսեն նշված ուղղություններով առանց տեղեկանքը ներկայացնել։ Շատ։ Հիմա սոցիալական ցանցերում գրառումները շատ են, որ գնում են բանկերն ասում են, որ մենք նման գրություն դեռ չենք ստացել։ Տեղեկատվության պակաս եք տեսնում այստեղ։ Բանկերին գրությունը կենտրոնական բանկի միջոցով արդեն ուղարկվել է, միգուցե դեռ ոչ բոլորին է դա հասել, միգուցե մեկը տեղեկացված է, մեկը ոչ, բայց առաջիկա օրերի ընթացքում կարծում եմ բոլոր բանկերն ովքեր սպասարկում են սոցփաթեթի հաշիվներ կլինեն տեղեկացված, որ այլևս այդ տեղեկանքի կարիքը չկա։ Իդեպ նաև ասեմ, որ քանի որ այս փոփոխություններով բավականին նաև հստակեցումներ եւ նոր կարգավորումներ ավելացան մեր եւ բանկերի միջև կնքված պայմանագրերում, որ իրենք սպասարկում են հաշիվները։ Նաեւ մենք փոխում ենք նաեւ իրենց հետ կնքված մեր պայմանագրերը, որտեղ այդ ամենը եւս շեշտադրվում է։ Այսինքն միգուցե այո իրազեկման խնդիր է դեռ, բայց գրությունը ուղարկվել է կենտրոնական բանկ խնդրելով, որ բանկերին տեղեկացվի եւ նաեւ
զուգահեռ մենք էլ ենք մեր աշխատանքի մեջ տեղեկացնում եւ արդեն տևական ժամանակ է բանկերին հետ մենք էլ ենք նկատի ունեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ուղիղ աշխատում նաեւ մենք էլ ենք մեր կայքեջերով, Facebook-յան էջով տարածել տեղեկատվություն, որ պարտադիր չէ։ Կարծում եմ առաջիկա օրերի ընթացքում նաեւ այսօրվա մեր հաղորդումից հետո ինչու ոչ մեծամասամբ տեղեկացված կլինեն, որ այդ բուժման պահանջը առնվազն սոսփաթեթի շահառուներից օգտվելու համար սոսփաթեթի ծառայությունից պետք չէ։ Այստեղ խնդրում են ճշտել, եթե դա այս տարվա հունվարի 1-ից է ուժի մեջ մտել, արդյոք նախորդ տարիների գումարների կանխիկացմանը առնչվելու ըստ էության անդրադարձակ, բայց խնդրեմ եք անգամ։ Ինչպես նշեցի, հնարավոր է եւ օրինակով եմ բերեցի, բայց եւս մեկ անգամ, քանի որ սա շատ կարեւոր հարց է, իդեպ պետք է նորից կրկնեմ, որ չի վերաբերվում բոլորին, այսինքն այնպես չէ, որ բոլոր սոսփաթեթի շահառուները կարող են գնալ բանկ եւ իրենց գումարը կանխիկացնել։ Կարող են կանխիկացնել միայն այն սոսփաթեթի շահառուները, որոնք օրինակ կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամին գումար փոխանցողներ են։ Սա շատ կարևոր շեշտադրում է, որ այնպես չլինի, որ պարզվի, որ մենք ասում ենք կարող է գնալ այլևս ձեր գումարները կանխիկացնել։ Բայց այո, եթե իրենք կൂട്ടակայինի մասնակից են եւ ցանկանում են գումարները կանխիկացնել, պետք չէ այլևս անցնել բուժզննում։ Մոտենում են բանկին, որպեսզի կանխիկացնեն։ Եվ միգուցե իրենք կուտակել են մի քանի տարվա գումար եւ ցանկանում են այդ մի քանի տարվա գումարն էլ կանխիկացնել։ Այո, 26 թվականին են մոտենում, բայց ցանկանում են կանխիկացնել 23, 24, 25 միգուցե տարիների գումարը։ Կարող են կանխիկացնել, բայց կա սահմանաչափ։ Կարող են կանխիկացնել իրենց կուտակած գումարներից այնքանը, որքանի մասով իրենք 25 թվականին կուտակայինին գումար են փոխանցել։ Միգուցե դա լինի ամբողջությամբ, որովհետեւ կարող են այնքան գումար են փոխանցել կուտակայինին, որ իրենց կուտակած գումարները 3 տարիների օրինակի համար բավական է, որ կարողանան ամբողջությամբ կանխիկացնել։ Միգուցե ոչ։ Դա կախված է արդեն 25 թվականի իրենց փոխանցած գումարների չափից, որի մասով բանկը հարցում է կատարում եւ տեսնում է այդ չափը, ըստ դրա էլ թույլ է տալիս կանխիկացման չափը։ Մենք ընդհանուր շահառուների թիվ ունենք սոսփաթեթի։ Այո, սոսփաթեթի շահառուների փաստացի թիվը շուրջ 130,000 է։ Որ ոլորտներն են հիմնական ուսուցիչներ, պետական։ Այո, ոլորտները շատ բազմազան են, բայց հիմնականում պետական հաստատություններն են եւ ձեր նշած իհարկե նաեւ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, պետական հիմնարկությունները, գերատեսչությունները բավականին մեծ ցանկ այո։ Խնդրում են մեկ անգամ եւս հիշեցնել, թե այդ 72,000 դրամը որ ուղղություններով կարող ենք ծախսել։ Շատ լավ։ Ատամնաբուժարանը մեջ մտնում էր։ Այո, մենք ունեինք ուղղություններ, որը ինչպես նշեցի եւս մեկով է ավելացել, որոնք էին ուղղությունները հետեւյալն էին՝ հանգստի ապահովում, ուսման վճարի փոխանցում, հիպոթեկային վարկի մարում, առողջապահական լրացուցիչ փաթեթ, օրինակի համար ստոմատոլոգիական, ինչպես նշեցինք, սպորտային կազմակերպությունների ծառայությունների օգտվել եւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարում։ Այսքանը կար մինչեւ 26 թվականի հունվարի 1-ը։ 26 թվականի հունվարի 1-ից ավելացել է եւս մեկ ուղղություն, որ կարող ենք այդ գումարները մեր սոսփաթեթի ուղենք առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։ Այսինքն սա եւս մեկ նոր ուղղություն է։ Իսկ մինչ այդ եղել է նշածս մնացած ուղղությունները։ Իսկ ստոմատոլոգիականի մասով կարող է ձեռքի տակ ունենալ քիչ ծառայություններ կարող են։ Հենց ատամնաբուժական, օրինակի համար պլոմբավորում, ատամի հեռացում, ատամի բուժում, այն հիմնական ծառայությունները, որը որ հնարավոր է այդ գումարի սահմաններում մատուցվի։ Խոսքը նկատի ունեմ տարեկան 72,000 դրամ։ Շատ լավ, եւ այսպեսի մի մտավախություն կա, արդյոք սոսփաթեթի այս ծրագիրը, մասնապես 72,000-ի այս հատվածը կշարունակվի։ Այսինքն խոսակցություններ կան, որ չգիտեմ մի տարի է լինելու թե կշարունակվի ձեզ։ Մեզ մոտ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարություն նման քննարկում չկա, առնվազն այդքանը կարող եմ ասել։ Այսինքն ծրագիրը ոնց կար, ոնց գործում է, բացապես որոշակի փոփոխություն։ Այո, մենք այլ քննարկում չունենք։ Շատ լավ, շնորհակալություն, այլ հարցեր կան, որ այս ընթացքում բարձրաձայնել են, հաճախ են տրվել, սոցիալական ցանցերում են դիմել, կուզենայիք անդրադառնալ։ Չէ, իրականում ես կուզենայի ասել, որ ոնց որ օրենքը նոր է ընդունվել, հա, ապահովության հետ կապված, կուզենայի ասել, որ մեր քաղաքացիները մի քիչ ըմբռնումով մոտենային այս հարցին ու շատ մեծ մասշտաբային աշխատանք է տարվում ու նաև մենք միշտ բաց ենք, ես թե մեր բոլոր քաղաքացիներն, թե բուժ հաստատությունները եւս տրամադրում ունենք էլեկտրոնային հասցե, որ ցանկացած տեսակի հարց, որ իրենց անհանգստացնում է, որ իրանք գրեն ու պարտադիր իրենց գրավոր ոնց որ պատասխանը ստանան, այդ բոլոր էլեկտրոնային հասցերը ներկայացնում հիմնադրամի կայքում UIF.am-ում կա, այնտեղ իրանք կարող են մտնել, իրենց հարցը ուղղել,
ու հարցերի բոլոր պատասխանը միանգամայն կստանան։ Բաց հարց վստահեցնում չի մնա։ Շատ լավ, դուք հավելելու բան ունեք։ Չէ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, այսքանը ավարտենք։